Ղազարյան, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տիգրան Պարսիլյանը ձեզ նպատակարար չի գտնում ընդունել։ Իսկ միայն ինձ նպատակ։ Այո, միայն ձեզ Մնացած ընդունելությունը հիմա սկսվել։ Շատ լավ։ Բարի, հիմա ձեզ շնչով կտրավենք Ճիշտ ասած, ես այսօր իմ ուսապարկի հետ բերել եմ։ Միգուցե այստեղ հիմա կազմակերպենք իմ հանդիպումը պարոն Տիգրան Պարսիլյանի հետ, պայմանական, իհարկե սա ավելի որակով է, սա իմ համար շատ օգտակար ուսապարկայի տարբերություն Տիգրան Պարսիլյանից, որից ես ոչ մի օգուտ չեմ ստացել, չեմ կարծում, որ բնության մեջ որևէ մարդ նրանից որևէ օգուտ ստացել է։ Ընդունենք, որ սա Հա, երևի մի հատ ընդունելություն կազմակերպենք այս ձևով, բա ինչ անենք, բա ինչ որ մի ձևի ներկայացնեմ իմ բանը Տիգրան Պարսիլյանին, որ նայել փոխանցի պարոն Բաքոյանին։ Տիգրան Պարսիլյանին խնդրում եմ ասեք, որ ամեն դեպքում մեր ընդունելությունը ինչ-որ մի ձևի մենք կազմակերպում ենք։ Ընդունենք, որ պարոն Պարսիլյանն է։ Պարոն Պարսիլյան, ես այսօր ուզում էի ձեզ հետ հանդիպել, որպեսզի դուք փոխանցեք ձեր հանրաժողովի նախագահի տեղակալ պարոն Ռուստամ Բաքոյանին, որ իր խուլիգանական պահվածքի համար Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանրաժողովում դատանի բոլոր ատյաններով ինքը պարտվել է եւ չի կատարել դատանի որոշումը եւ խնդրում եմ եւս մեկ անգամ, որ ինքը կատարի դատանի որոշումը, ներողություն խնդրի եւ վճարի փոխհատուցման գումարը։ Ինչպես նաեւ խնդրում եմ հանրաժողովի բոլոր անդամներին ձեր փոխանցել, այդ թվում նաեւ ձեզ, որ պատռել եք բարձում իմ գրությունը եւ այն գցել եք աղբարկղը, ես իհարկե ձեզ աղբարկղ գցել չեմ պատրաստվում, բայց խնդրում եմ ձեզ, որպեսզի դուք կատարեք ձեր պարտականությունը եւ նախաձեռնեք վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Շնորհակալություն։